Այսինքն հիմա այստեղ հենակ է տա, էլի Երեք տեղամասում են, սա հարավային մասն է, կավանում Այսինքն մեքենաները գալիս են ստեն հավաքում Որպես հավաքական Այս տեղամասի մեքենաները, այո Որսա գործիքները Այսինքն ստեղ մշտական ներկայություն կա 13 երեխու համար 25 տեղանոց Հիմի ամեն ինչ ունեք, ինչ ամեն ինչ, 10 Ոչ մի բանի կարիք Ոչ մի բանի կարիք Եկել մի քիչ բակն ապետ բարի Բակը նոր բանով պետք է անենք Ինչ կա ժողովուրդ ջան Կարող եք Դե ասեք Ջրի խնդրեմը գիտենք Պարոն Փաշյան, ջրի խմելու ջրի խնդրեմն է Շվանի ձոր գյուղը 5 ամիս ջուր չենք ունենում Շվանի ձորը չի ոնց որ մի քանի գյուղ է Մեր գյուղի մասն է խոսքը 5 ամիս ջուր չենք ունենում խմելու ջուր չենք ունենում ընդհանրապես Ոչ մի տան ջուր չի լինում Բա ոնց է կանում Մեքենաները Որտեղից տարբեր տեղերից Որ ջուր չկա, խիչեք մի հատ կռանդից բանից դնում է, ափսոս այդ ջուրը։ Դե այսօր բացել ենք։ Հիմա կա, հիմա խնդիր չկա։ Հա, բայց վատ կլինի։ Կարող վարչապետ մեկը թափում է, էլի, տեղ ռեզերվուար չկա։ Կարող վարչապետ։ Գալիս է, ոռոգման ջուր է։ Ես խնդրի Հիմա ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ գալիս եմ կանգնում։ Ասում եք ջուր չի լինում, օրերով ջուր չնում եք այդեմ չր, ասում եմ ինչ դենա։ Արոն վարչապետ, օգոստոս ամսի քարիզները հնարավոր Քարիզը կապ չունի, խիչեք մի բան դնում, փակում, սա ես չգիտեմ ինչ է, բայց չի կարելի։ Ես այնօր կառավարության նիստում ասում եմ հետևյալը, ասում եմ, որ Երևանում քանի հատ ջրի բաժանորդ կա, ով գիտի։ Ասենք ենթադրենք մի քանի 100,000 ջրի բաժանորդ կա։ Ասում եմ ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան ջուրը առանց նպատակի թողի ջուրը չռա, այդ նշանակում է Հայաստան Շվանի ձորի նման 62 բնակավար ջրից զրկվում է։ Սա հիմի ես չգիտեմ քարիզա ինչա, ասում եմ սա վերաբերմունք է ժողովուրդ ջան։ Հայաստանում հազարավոր sense պուլպուլակ կա։ Ասում են ժողովուրդ ջան, ուր գնում ես ասում են ջրի խնդրեմ կա։ Սա ջրի նկատմամբ քարիզա ինչ ուզում արնի, բայց գալիս եմ կանգնում ասում եմ ջուր չկա, չր։ Երևին քարիզի ելքից դուրս է գալիս։ Հա, գալիս։ օքեյ, եղբայր, բայց դուք ջուրը որ լնում է, սենց եք օգտագործում դրա համար է ջուր չկա։ Սա վերաբերմունք է ջրի նկատմամբ։ Սա վերաբերմունք է ջրի նկատմամբ։ Ու մենակ դուք չեք։ Ես էլ եմ տենց, բոլորս էլ տենց է։ Ջրերը չր թողած, ասում ենք հա ջուր չկա հանրապետություն։ Մենք ջուրը տալիս ենք, ասում են ջուր չկա, քաշեք, հենց քաշում ենք ուր գնում ես բացած։ 2 ամիս հետո այդ ջուրը չի լինելու։ Սենց որ գնա մի ամիս հետո չի։ Շներելու ստորերկերա ջրեր են դրանք։ Այս կաթիլային համակարգը որ կա, այս բաները Պարաների մեջ լցվում։ Հիմա ինչ ենք անում, մեր բանն են որ քաջարանից պետք է քաշենք, բերենք Նեղրին սարմենք մենակ այս ջուրի համար Ինչ եք ուզում լուծում։ Մինի ջրամբար կարելի է կառուցել նախատեսված էր այն ժամանակ։ Դե եկեք ջրամբար կառուցենք։ Մինի ջրամբարներ Բայց 3 յուղի համար։ իմ ասածը, այս մեր խոսակցության հետ կապ չունի։ Ասում եմ կարամ խնդրեմ, կլինի ես առնեմ կռանթը դնեմ կռանթը, թե քացով տալու ենք փոկենք կամ ձեռով ասելու ենք չէ։ Այդ կռանդը որ դրեցինք փակեցիք է ջուր ուրա գնալու։ Հողի տակ, ձեր հողի տակ, որ ծակենք հետո հանենք։ Էլի թափումը հողի արտեզյան ավազանը հիմա պրոբլեմ կա, արտեզյան ավազանը քանի մետրայի չէ։ Մետրերով իջելա։ Հիմի այն շրջաններում Արմավիրի, Արագածոտնի, Նախալեռնային շրջաններում, որ ծակել են ինքնաշատրվանող դուս ա եկել։ Հիմի նասրսով չեն կարում հանեն արդեն։ Մեր ռելիեֆը թույլ չի տալիս դա։ Կլուծեմ ես ձեր գյուղի, ես ձեզ խոստանում եմ, որ ունենք լուծում։ Այո։ Քաջարանինն է թե այդ բանը։ Մերրի, Սարի։ Քանի կիլոմետր բանը։ 55։
55 կիլոմետր Նռնաձոր գնալ։ Նռնաձորինը, Շվանիձորինը, նախագիծ արած, հա։ Հիմա նախագծի փուլում։ Նախագծի փուլումը անում եք, սարքում եք, գործընկերների հետ։ ջուրը կա, հաստատ բերում եք։ Ասա քանի ջուրը գալիս աստեղ ամբարում է, գնում է ռոռոկման համար։ Այո, գալիս ամիսախի չի ջերում հետ ինքնությունը փակում են, առավոտը լսում է, առավոտ տանում են ջերում։ Այ մի քարի զուրա։ Մեկը հենց ստեղ է, Բան, սրանք հուսայինք։ հողի տապով։ Գնում է միտքև հաջորդ քարի։ Հետո ներիք է, ներիք քարի գնա, գնում է միտքև ջուրի վեստը։ Ջուրը ո՞ր է։ Ինտենսա, վերինցա։ Հողի տակ։ Բոլորը հողի տապով։ Եղբայր, հիմա այդ ջուրը ուրա։ Այն որտես բասենը որ նայում եք դրա ավազանը մեր բոլոր քարիզների մոտ նման բասեններ են կառուցել, որոնք որ ունեն բացի կառուցման բայց ունիսից այդ մինիմում 3 մինիմում մեր սարի ջուրերը որ հետ ապրում էլ արդեն ունելու համար որ ասել Հիմա կոնկրետ, այս ջուրը ուրեմն բասենը որ նայում եք դեռ անվայրվում է բացում են հողատերը ռեժիմը չի ասում հիմի լցվում է։ Գիշերը լցում է, առավոտը բացում են ժողովուրդ ջերում են։ Հերթով։ Ժողովուրդ սենց ենք անում։ Այդ քաջարանի ջուրը բերելու նախագիծը կա։ Այդ անում։ Շատ լավ։ Բայց դե այդ անկախ իմ ասել կպա մարդը ճիշտ եմ, չի հասկանում, որ այդ ընթացքի վրա դրած է։ Այն Եվրոմիության մեծ ծրագրի բաղադրիչի մեջ է դրված։ Դե չէ, կարող է նախագիծը որ ունենանք, թեկուզ կտոր կանենք։ Ինչ կարժենա մոտավորապես։ Դեմից կիլոմետր, 5 կիլոմետր։ 2 միլիարդ, 3 միլիարդ, Կարող ասել։ 2 միլիարդ, 3 միլիարդ, 1.5 միլիարդ։ Մի հատ թիվը գինը իմանանք ինչ է։ Գինը իմանանք մեր ուժերից վեր է, մենք չենք բայց այս խոսակցությունը շարունակում եմ սենց։ Ես հանձնարարում եմ գալիս են այս ջուրը չափեն լիտր վարկյան։ Բայց միայն սա չէ, սա քարիզներից մեկն է։ 5 հատ էսի քարիզ։ Սայնս 5 Շատ լավ, գալիս եք չափում եք։ Գալիս եք չափում եք, թե Շվանիձոր գյուղում քանի լիտր վարկյան ջուր է տալիս այս քարիզները, բոլորը իրար հետ։ Եվ մեծ պրոբլեմ ունենք, պարոն վարչապետ, վարձավճարների հարցով։ Սև ու սիպտակ կա այս գյուղում։ Դե ինչ ասում եք։ Սև ու սիպտակ։ Այսինքն 320 մմ դիամետրով խողովակաշարը հաշվում է 2200 դրամ, 2400 դրամ։ 150 մմ տրամաչափով խողովակաշարը 1000-1200 դրամ կամ 900 դրամ։ Հիմա ինքնահոս է ժամանակ։ ինչքանը։ Ես ուզում եմ։ Ինչքանը։ Ես ուզում եմ որ իմ ջուրս չափի։ Մի րոպե։ Այ։ Ես ուզում եմ իմ ջուրս չափի։ Այ։ Պոմպ կա որ ոսեմ կա դվենացել։ Երկու հատ պոմպ են կպցրել, ասում է սա գինը բարձր է։ Ասում եմ ինչպես է բարձր դա, եթե մի կալյոս է այդ նույն ջուրը վերցնում։ Տեղնավոր ոչ մի բան չեմ կարող ասել։ Այդտեղից է սկսում բոլոր խնդիրները, որ այդ գինը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այդ տեսեք հիմա վերադառնամ, չէ, մի րոպե, վերադառնանք հələ 11.5 այդքան է, այդքան է սուբսիդիան արդեն Չէ, մի րոպե, հələ 11 գրամ է սուբսիդավորվում։ Հիմա որ այդքան ասում եք ժամանակին սպասարկել, էս անել, խովակները, ուտեչկաները վերացնել։ Այդ որ ասում եք նասոսը տվեք, նասոսը տալիս ենք, էլեկտրական հոսանքը ծախսում է, ջուրը մղում է, այդ նասոսի հոսանքի փողը ով է տալիս։ Բոլոր դեպքերում հասկանալի է։ Պետության կողմից էլ Չէ, այսօր ջրային համակարգի վրա 8 միլիարդ դրամի պարտք կա։ 8 միլիարդ դրամի։ Պարզա հիմի կարակ ասեք, այն մեկը սենց արե, մեկը նենց արե, օքեյ, շատ լավ։ Բայց արդյունաբերական հոսանքի մենակ հոսանքի սակագինը այդ 11 դրամից այդ մի մի խորանարդ մետր ջուր մղելու համար անհրաժեշտ հոսանքի գինը 11 դրամից հաստատ ավելի շատ է։ Ուրեմն պետք է մենք խնայենք մեր բնական ջրի ռեսուրսները, պաշարենք
Այդ փողը չծախսեք, ուրիշ տեղ ծախսեք։ Չէ, պետքա ջրի գինը բարձրացվի։ Պետքա ջրի գինը բարձրացվի, որը նի շուկայական, որ այդ ամեն ծախսը հնարավոր լինի անել։